Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Մուրադյան։ Բարև ձեզ։ Ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը։ Հրաշալի, այս հրաշալի միջոցառումը տեսնելով իհարկե տրամադրությունս շատ բարձր է։ Ընդհանուր առմամբ ձեր տպավորությունը ինչպիսին է էքսպո ցուցահանդեսի վերաբերյալ։ Յուրաքանչյուր տաղավարի ներկայացուցիչների հետ զրուցել ենք անհատապես բոլորի գործունեությունը, նպատակները, ծանոթությունները, մեր համագործակցությունը քննարկվել է բարիդրացիական հարաբերությունները նոտարական համայնքների հետ, որովհետև այսօր կարծում եմ, որ իրավաբանական, փաստաբանական ամբողջ աշխարհը ինչ որ մի մասով կապված է բնականաբար նոտարական համայնքից, որովհետև կան գործարքներ, որոնք առանց նոտարական համայնքի չեն կարող իրագործվել, այդուհանդերձ նաև ուզում եմ նշել, որ փոխգործակցությունն է շատ անգամ ավելի կարևոր եւ ոչ միայն մենք ենք իրենց համար ծառայում, այլ նաև իրենք են ծառայում մեզ համար, ստեղծելով այդ բոլոր գործարքների համար հիմքերը, ուրեմն կազմելով բոլոր նախագծերը, իր խորհրդատվություններ տալով հասարակությանը։ Այո, ես կարծում եմ, որ մեր համագործակցությունն էլ հենց ընկերակցության հիման վրա է ձևավորվում եւ շատ ուրախ եմ, որ մեր երկուսի նպատակն էլ հիմնականում մեկն է։ Մենք ցանկանում ենք, որպեսզի օրենքի գերակայությունը միշտ կարողանանք պահել, որովհետեւ ավելի իրավագիտակից հասարակություն ունենալու դեպքում եւ բարձրացնելով հասարակության, իրավագիտակցությունը, մենք կարծում եմ, որ ավելի, ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, կունենանք ավելի հզոր երկիր։ Փաստաբանների պալատը եւ նոտարական պալատը ջերմ գործընկերային հարաբերություններ ունեն երկարամյա, կուզենայի լսել դուք ինչպես եք գնահատում այդ գործընկերությունը։ Հրաշալի։ Ասեմ ձեզ, հպարտանում եմ, շատ լավ փաստաբաններ ունեք իրականում, շատ խելոք, շատ խելացի, համագործակցելու ժամանակ իսկապես յուրաքանչյուր անգամ հաճելիորեն զարմացնում են իրենց խորը գիտելիքներով ոչ միայն մեր ներքին իրավունքի շրջանակներում, այլ նաև միջազգային իրավունքի շրջանակներում պատրաստվում ենք պարոն Բաբայանի եւ համայնքի հետ կնքել ուրեմն հուշագիր մոտ ապագայում, շատ մոտ ապագայում եւ ես չեմ պատկերացնում, որ ուղղակի մեր բարիդրացիական համագործակցության շրջանակներից դուրս ինչպես կարող է լինել, որովհետև դա միայն նպաստում է մեր երկու համայնքների առավել զարգացման եւ ինչու ոչ հասարակության վստահության բարձրացման համար։ Շատ ճիշտ նկատեցիք, այո, երկու համայնքները եւ ունեն նույն, այսպես ասած, իրավագիտակի ցանրությունը, բարձր իրավական գիտելիքներով մասնագետների համայնքներ են եւ նոտարական համայնքը եւ փաստաբանական համայնքը։ Խնդիրներն էլ կարծեք թե նույնն են կամ նման են, հարկային բեռին եմ մոտենում, այսպես ասած, հարկային օրենսդրական փոփոխությունները մեծ հարված հասցրին եւ փաստաբանական համայնքի գործունեությանը եւ նոտարական համայնքի գործունեությանը եւ ավելի շատ վնասեցին քաղաքացուն, որը անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու հնարավորություն ուներ։ Այս իմաստով հարկային փոփոխությունները ինչպես անդրադարձան նոտարական համայնքի վրա եւ դուք ինչպես եք գնահատում այդ փոփոխությունները։ Այս հարկային բեռն այնքան շատ է, որ գործարքի ժամանակ նոտարը մտածում է ոչ միայն իրավական նորմերի պաշտպանելու, դրանք իրավունքին համապատասխանեցնելու, օրենսդրությանը համապատասխանեցնելու, այլ ավելի շատ մտածում է հարկային այդ գործողություններն ավելի ճիշտ անելու, որպեսզի ինչ որ մի բանը սխալ չանի, գումարը սենց չկորզվի, չի կարելի ծանրաբեռնել մի մարդու, որը նստած, ես չեմ սխալվի, եթե ասեմ, գիտական աշխատանք է անում ամեն մի գործարքի ժամանակ։ Քաղաքացին չես կարող բացատրել, որ ինչի այսօր գինը մի քիչ բարձրացել, որովհետև գիտեք հարկային բեռն է ավելացել եւ այդ ամբողջ գումարների 50-60%-ից ավելին դրանք բոլորը նոտարական ծառայության վճարը չի, այլ դրանք բոլորը հարկային բեռ են։ Ինչ նորարարական զարգացումներ են տեղի ունեցել ձեր ոլորտում, որովհետև թվային զարգացումներին զուգընթաց պետք է հասցնենք քայլել բոլորս, այդ թվում փաստաբանական, նոտարական համայնքները, առհասարակ մասնագիտական։ Այո, ժամանակին համընթաց, Այո։ Մենք բոլորս առաջ ենք գնում, չենք կարող հետ գնալ։ Ուրախությամբ կարող եմ նշել այն փաստը, որ այսօր այդ ամեն ինչը հաշվի առնելով
Պետությունը պատվիրակում է նոտարին մի շարք գործողություններ, որոնք այսօր ամբողջությամբ բեռնաթափում են դատական համակարգը։ Իսկ դա շատ մեծ ցուցանիշ է եւ պատվաբեր է նոտարի համար պետության կողմից նրան պատվիրակել այդ գործողությունները։ Մենք ունենք շատ հետաքրքիր մի ինստիտուտ, որը ինստիտուտն էլ օժտված է շատ կարևոր գործիքակազմերով, ամբողջությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատվում են նոտարների կողմից։ Եթե այդ փաստերը առաջ հաստատելու համար դատական համակարգով 3-ից 5 տարի մինչև տևում էին յուրաքանչյուր փաստը հաստատելու համար, եթե ավելի կարճ, ամեն դեպքում ոչ տարուց 2 տարուց, ավելի կարճ ժամանակահատվածում, այսօր նոտարների մոտ բնականաբար համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու, փաստաթղթերի բացակայության դեպքում գործիքակազմ ունենք վկաների ցուցմունք լսել, այլ ինստիտուտից ուրեմն այդ ամեն ինչի շնորհիվ մենք կարողանում ենք շատ արագ ժամանակահատվածում, ընդամենը 1 շաբաթ-10 օր ժամանակահատվածում այդ ամբողջ գործընթացը ավարտել, ավելի մատչելի, բնականաբար դատական համակարգից դատարան դիմելուց ավելի մատչելի եւ քանի որ այսօր ոչ մի քաղաքացի, շատ քիչ քաղաքացիների մոտ է իրավագիտակցությունը բարձր, որ կարող են ինքնուրույն դիմել, դատարան, դրա համար այստեղ միգուցե նեղացնում ենք մեր փաստաբաններին, որ կրճատել ենք իրենց գործողությունները, այսօր դիմում են միանգամից նոտարներին, բայց մեր գործընկերները դրանից շատ ուրախ են, որովհետև գործընթացն է շահում եւ հասարակությունը եւ երկիրն է շահում դրանից։ Ուրեմն իրավաբանական փաստերն են, գումարի բռնականացման ուրեմն դիմումներն են որոշակի սուբյեկտների կողմից, ուրեմն որ ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով գործընթացը կատարվում է առանց նոտարի մոտ հաճախելու, առանց նոտարի մոտ գալու, այդ բոլորը արվում են։ Եվ իհարկե ամբողջ աշխարհը գիտենք այսօր, որ գնում է թվայնացման, եւ այդ թվայնացման շրջանակներում նաեւ մենք հետ չենք մնում, այո, ամբողջ ծրագիրը գրված է, թվայնացման ծրագիրը, որի իր մեջ ներառում է շատ հետաքրքիր բաներ, անգամ հեռավար ուրեմն վավերացումներ, որը միջազգային մի շարք երկրներում առկա է, անգամ դա մեզ համար շատ անգամ ավելի կարևոր է, որտեղ մեր սփյուռքը ավելի մեծ է եւ Հայաստանից դուրս ավելի շատ ենք, քան Հայաստանի ներսում եւ մեր հայերը այդ պարագայում կարծում եմ, որ միայն շահած դուրս կգան, այն հիմնական, գործողությունները, համաձայնություններ, լիազորագրեր, հայտարարություններ տալու ժամանակ երկրից դուրս on-line տարբերակով կարող ենք ուրեմն այդ գործակները վավերացնել, իհարկե թվայնացման ավարտից հետո, որը կարծում եմ ինքը արդեն գործընթացի մեջ է եւ մոտավոր 1-ից 2 տարվա ընթացքում մենք կունենանք թվայնացված արդեն ամբողջությամբ թվայնացված նոտարիատ։ Շնորհակալություն շատ գեղեցիկ զրույցի համար, մաղթում եմ ձեզ լավ տրամադրություն եւ արդյունավետ օր։ Շնորհակալ եմ, որ այսօր հրկավել ենք եւ մեծ տաղավար եք հատկացրել նոտարական համայնքին։ Դա էլ հենց հավաստիացնում է մեր գործընկերության, այո, հիմքը եւ մեր նպատակը։ Շնորհակալություն։